եմ այսօր ձեզ ներկայացնեմ շատ շների եղբորը երեք ով որ էֆիրում եղել է, արդեն ծանոթացել եք, ով չի ճանաչում, չի լսել, ծանոթացնեմ ձեզի։ Մեր հյուրն այսօր Արմավիրի եկեղեցու, Աստծո եկեղեցու հովիվը, ինքը հոկտեմբերյանից է, նոյեմբերյանից չի, անդեղ էլ Արմավիր քաղաքից է, յուրահատուկ շնորհք ունի, ես իրան շախովների հետ ճանոթացել եմ, իրան յուրահատուկ սենց պրիցել է վերցրել։ Ծոմի ժամանակ Սուրբ Հոգին հիշեցրեց իր մասին, ու ես իրան հրավիրեցի մեն մոտ, ու ես վստահ եմ, որ Աստված բան ունի ասելու իր միջոցով, ու խնդրեմ ոչ թե 2 անգաջով լսենք, այլ 4 անգաջով, մարմնավոր եւ հոգեվոր։ Ու ամենակարևորը սրտերս բաց։ Տեր օրհնի ձեզ, սիրով հրավիր մեր աղբորը։ Հակո ապավտվիր Աստված օրհնի։ Փառք Հիսուսին, շնորհակալություն պատվի համար, կարծում եմ կարող ենք, չէ, մի հատ լիաթոք իրար ժպտալ, կողքինիդ։ Իհարկե ես գիտեմ, որ մարդը փողի մեջ կարող է մի քիչ ժլատ լինել, բայց մի ժպիտն ինչ ա տուր էլի։ Մենք գիտենք, թե միայն այդպես ամպագորգոր խոսքեր խոսելով է, որ պիտի մարդին բժշկության պատճառ դառնաս։ Միգուցե մարդը ընդամենը կարիք ունի մի հատ ժպիտի, այսպես որ մի հատ ժպտում ես, քեզ թվում է թե քիչ բան է, բայց ամբողջ ատմոսֆերը փոխվում է։ Հալելույա։ Փառք Հիսուսին, սա որպես նախաբան։ 2 բառով ասեմ, որ իմ մասին ապաշխարել եմ, վերստին ծնվել եմ, Տիրոջ ընդունել եմ, երբ 15 տարեկան էի, 90 թվին։ Մի քանի անգամ եկեղեցի գնացի, բայց էլ չուզեցի գնամ, որովհետև ուզում էի սովետական միության զինված ուժերի նախարարը դառնամ, որ Թուրքիան հողի երեսից վերացնեմ։ Եվ մտածում էի, որ պետք է դառնամ, էսի տեղը չէ, էսի ներելու տեղ է, էսի սիրելու տեղ է, ես էլ թուրքերին ատում էի։ Մենք հոկտեմբերանից եմ, Փշատավան գյուղից, սահմանապահ գյուղ ա մերը, պապս տատս անդադ պատմում էին, որ իրենց երկուսի հայրիկներին էլ իրենց աչքի առջև թուրքերը մորթել են։ Ու սենց անընդհատ պապս կանգնում էր այսպես քեռուս տունը, սահմանակից էր այդ մեր պետական սահմանի հետ, հողամասը սահման չուներ, մեր սովետական միության պետական սահմանը քեռուս հողի սահմանն է Թուրքիայի հետ։ Նայում էր այնտես մեր երգիրը, ես որ ասում էր սիրտս կտոր էր ելնում, ասում էի, չէ, այդ երգիրը պիտի պապուս հետ տամ։ Ու տենց այդ բանով մեծանում էի ես ու հանկարծ 90 թվին Տերը հանդիպում է ինձ, կարդում եմ մանկական Աստվածաշունչը ու ախր այդ ատելության հետ Հիսուսին էլ սիրեցի։ Ուզեցի, որ իր հետ գործ ունենամ, բայց ասեցի հետո, մի 60 տարեկանում։ Հետո սովետը փլուզվեց, ես քնեցի սովետական միության կարմիր հզոր պասպորտով, արթնացա հայկական պատերազմող թույլ էկոնոմիկան քայքայված, պասպորտ էլ չկար արդեն։ Այտենց թույլ պետության քաղաքացի, ասեցի, այս իմ երազանքները գնաց վերջացավ, հնարավոր չի սրան հագուրդ տալ։ Մի խոսքով, սկսեցի խմել, ծխել, ուռել, հոկտեմբերան էլ ինչնալիք այդ ուռելու մատերիալը։ Ու 93 թվին գնացի բանակ։ Արդեն վրաս 3 հատ դատական գործ կար, հասցրեցի այդ 3 հատ դատական գործը, որը Լևոն Տեր-Պետրոսյանը ամոնից տարեց պրծա, որը պապան փողերով պրծսրեց, խոսքով սենց, փճացավ կյանքս ամբողջությամբ։ 94-ին բանակից եկա, 19 տարեկան էի արդեն, հոգնած, չստացված, այդ ընթացքում որ մի բան չէր լինում, ասում այդ անդադ պայմանավորվում է, ասում էի, որ ես փորձանքից պրծսնես 40 տարեկանում կդառնամ, հետո որ ստեից պրծսնես 25-ում կդառնամ, ամենավերջում խնդրում եմ, ասում ինչ կլինի, մի տարի թողեց ամ տղեկի հետ ֆրֆրամ, զասլուժնի ծառայել եմ, հետո կգամ կդառնամ հավատացյալ, ինչ ես ուզում ընծնից։ Այդ մի տարին էլ չթողեց։ Ու որ եկա արդեն զենքերս դրած եկա հավատացյալ դառնալու։ Եկա այդպես էլ արեցի, անմիջապես գնացի եկեղեցի,
թեպետ մի քանի ամիս տենց էի ապրում, համ հավատացյալ էի, համ չհավատացյալ էի, տենց նորից էլի ապրում էի, բայց վերջը տվեցի կյանքս ամբողջությամբ 96 թվից երիտասարդականի պատասխանատուն էի 99-ից գյուղում սկսել եմ արդեն հովվություն անել 2001-ին ամուսնացա վերջապես ստացվեց 2002 թվին գնացի գործուղվեցի Գյումրի այդ եկեղեցու հովիվը լինելու 7 հոգի էր որ գնացի ծառայություն անելու 10 տարի ծառայեցի Գյումրիում այդտեղ ծնվեցին 2 տղաներս եկեղեցին մեծացավ եկեղեցին 2011 թվին հանձնեցի իմ օգնականին ու եկա Արմավիր քաղաք Կրասնոդարի Արմավիր քաղաք եկա այդտեղ ծառայություն անելու 7 հոգով ջրով մկրտեցինք վկայել էին մարդիկ էին հավաքվել հաջորդ օրը հեռախոսան անջատեցինք կորան տակը մնաց 2 հատ քույրիկ այդտեղից սկսեցի ծառայություն անել Գյումրիից իմ հովված եկեղեցուց 7 ընտանիք եկավ իմ հետևից եկան ինձ օգնելու այդ 7 ընտանիք 25 հոգի եղավ այդ 25 հոգով սկսեցինք ծառայությունը այս պահին երեխաներով մի 120-130 հոգի ունենք հիմա իմ ծառայության տակ են Գյումրի քաղաքը, Արմավիր քաղաքը եւ անցած տարի Աստված Ստավրապոլում էր մեզ եկեղեցի տվեց։ Ես 3 եկեղեցիներում հովություն եմ անորս ներկա պահին։ Այսքանը կարճ։ Հիմա փորձեմ կիսվեմ Աստծո խոսքից։ Մի ուրիշ անգամ, եթե Տերը կամենա, էլի Դավիթ աղբերը ծոմի մեջ լինի, ես մի տեղ գնեմ կամ ողջ մնացած լինենք, կպատմեմ իմ ապաշխարության մասին, ամբողջությամբ թե ոնց ապաշխարեցի։ Բայց հիմի ինչ կանչել է, որ ասեց ուզում եմ որ գաս մեր մոտ, այս թեման անմիջապես սրտիս մեջ է, որ էսի քարոզեմ, դրա համար չեմ փոխում առաջին ապաշխարությունս պատմեմ նոր։ Զգում եմ, որ սա պիտի կիսվեմ ձեր հետ։ Հակոբոս 4-րդ գլուխ 1-ից 3 խոսքերը։ Որտեղից են պատերազմները, ես ներողություն եմ խնդրում, իմ աստվածաշունչը արևմտահայերեն է, մի քիչ միգուցե անհասկանալի է, հասկանում եմ, որ Հայաստանի բոլոր քաղաքներից այնտեղ կա գրվում է, չէ՞։ Եվս մեկ բանի մեջ պիտի զգուշացնեմ ձեզ, ժողովուրդ, ես մի քիչ տենց տնական բառապաշար օգտագործող մարդ եմ, նախապես եմ ներողություն խնդրում, տենց համ գյուղացի եմ, համ էլ տենց փորձում եմ իմ ու լսարանի մեջ գրական բառապաշարի պատճառով անջրպետ չառաջանա։ Թե չէ շուտով դառնալու ենք մենք ընտերտերների պես, որ այսպես ստանում բերում ու բան են ասում ու չի հասկացում այդ ինչ են ասում։ Հիմի մենք էլ որ շատ գրական սկսենք, քեզ հասկանալի չի լինի, դե իմաստել չեմ գտնում։ Սրանով չեմ ուզում ուրկեն։ Սրանով չեմ ուզում իհարկե իմ անգրագիտությունը մեկ չքողարկեմ, կա տենց բան, մի քիչ էլ անգրագետ եմ, բայց դե ոչինչ, կփորձեմ հասանելի մատուցեմ միտքս, որ հասկանալի լինի քեզ։ Ուզում եմ տնամ իմ հետ եք թե չէ։ Չթողեք մտքներդ տեղեդ, հա։ Հենց որ ուրիշ մտքեր կգա, ասա, այսօրվա մեր հյուրը Հակոբ աղբերն է, ուրիշին հյուր չընդունես։ Մի ժամվա մեջ ես եմ քո հյուրը։ Մտահոգություններին, պարտքերը, բան, թող սպասեն դրան հետևը։ Գլուխ չտնես հետները, դունձի լսի։ Ուրկե են պատերազմները եւ ուրկե կռիվները ձեր մեջ։ Չէ՞ որ ձեր ցանկություններից, որոնք ձեր անդամներուն մեջ կպատերազմին։ Կցանկաք ու չունիք։ Դուք կսպանեք, կնախանձիկ ու չեք կրնար ձեր ուզածին հասնել։ Կպատերազմիք ու կկռվիք, բայց չունիք։ Բասզի չեք խնդրել, դու նույնիսկ եթե կխնդրեք էլ, չեք առներ։ Բասզի չարաչար կխնդրեք, որպեսզի ձեր ցանկություններուն բանեցնեք։ 3 խոսք Աստվածաշնչից։ Առաջի բանը, որ աչքիդ անգնում այդ խոսքերը կարդալիս, ցանկություն կռիվ, ցանկություն կռիվ, նկատես քանի անգամ է կրկնվում այդ բառերը։ Սա ինչի մասին է խոսում։ Նախ ուզում եմ մի հատ մեր համար ճշգրտենք։ Հակոբոսի նամակը ում է գրված։ Ում 12 ցեղերին, հավատացյալներին, գործից հասկացող մարդկանց, մեզ։ Եվ
Հավատացյալ լինելով հանդերձ Հակոբոսը եկեղեցու անդամների մեջ տեսնում է ցանկություն, նախանձ, կռիվ։ Էս ինչ բան էր։ Մի հատ տեղ էինք եկել, որ գոյնը ստե հանգստանանք, ստեղ էլ այդ նույն պատմությունը։ Ես ի՞նչ է։ Ուզում եմ իմանալ, ժողովուրդ ջան, որ եկեղեցին բանակա, հիվանդանոցա, ընտանիքա, զորքա, բայց նույն ժամանակ բաղնիքա։ Բոլորս եկել ենք լվացվենք։ Ասես ամեն։ Լսի, ախպեր եկել ես լվացվելու։ Լվացվի գնա ինչ ես աշկետ այդ տրապին։ Կայթակրված, էդ էլ եկեղեցիլի, էդ է իկեղտը, էդ է իրար նկատմամբ բամբասելը։ Դու քո տրապին նայել ես, յանի որ քո վրան այդ սապոնա ջուրը գալիս է։ Եկես ո՞վ խնդրում ներքև նայես, վերև նայ այդ մաքուր վճի ջրին նայի, եկո խոսքին նայի, զորությանը նայի, բայց զորության տակ եկեցին կմաքրվի, կհայտնաբերվեն նախանձներել, կռիվներել, ինչ էլ ասես կլինի։ Ինչ նկատառումով ես եկել եկեղեցի, սրբվելու, թե ինչ որ ուրիշներին նայելու։ Ես եկել եմ սրբվելու, եթե դու էլ ասա ես էլ։ Բայց ամեն մեկս արդեն մեր համար այդ սրբվելու process-ի մեջ ուզում եմ հասկանանք, այս ցանկությունը մեր մեջ որտեղից։ Դրա համար պիտի գնանք, չէ, ցանկություն, որի պատճառով ընկնում են կռիվների մեջ։ Ասում եմ, կռիվները որտեղից են ձեր մեջ։ Ուզում եմ երկու բան նկատենք։ Ընդհանուրի մեջ, մարդի մեջ եւ քո անձի մեջ։ Նկատել ես, որ քո անձի մեջ էլ կռիվ կա։ Էսի որտեղից։ Հակոբոսն ասում է, չէ որ ցանկություններից, որ ձեր մարմնի անդամների մեջ կռվեն, ուրիշ տեղից չի գալիս, թշնամին ձեր մեջից է։ Ցանկությունը այդտեղից է։ Հիմա այդ ցանկությունը որտեղից եկավ։ Սկիզբ։ Աստված ստեղծեց դրախտը, Եդեմի պարտեզը։ Ու ինչ ստեղծած մարդին դրեց մեջը։ Ախպեր, վայելի։ Լավ զգա։ Ինչ տենում ես քոմնա։ Կեր, խմի, մշակի, իշխի։ Կար 3 հանձնարարություն։ Մշակի, աշխատանք տար մեջը։ Վայելի ու իշխի։ Ուրեմն մշակելը նաև մշակի պահպանի մի թող, էդի քոմնա տվել եմ քեզի, չթողես մարդ մտնի մեջը։ Մեկ էլ հանգարց մեկը եկավ։ Աստված իսկականից ասել է, որ սաղ ծառերից շուտեք։ Դու իդյովա, որ դու էլ մի հատ դրան աչոտ ես տալիս, չէ՞, ծաղի դասարակենից մեկից մեկի։ Դու որտեղից է, դավայ սլեզլը։ Ես պտիլներ եւ այ պատասխանը։ Դու ինչ գործ ունես, որ մի հատ էլ եկել ես հետը զրուցել։ Կռիվները գիտես որտեղից է սկսվում, երբ որ մեկը ականջիդ նստում է։ Այդ լավ է, կիսուրդ Տեքորդ կնգանեց սիրուն շորը առելա մարտի 8-ին, մաս կեզ ինչի առը։ Եմի ջալյոց, շնորհավորում եմ ձեր տոնը։ Դու ես ականջդ տալիս դրան, որ հետա հեսա պետք է հայտնվես, խաղաղ ձեր տունը Տեքորդ կնգա այդ քրոջ պես ապրում էի կիսուրդ լավ հետներդ։ Այդ հարևանի հետ որ կոֆե գնացիր խմելու դեմքդ այլայլված պոզերը տաճած եկար։ Չես ճոգում, որ դի օծներ մտավ ձեր դրախտ։ Դրա հետ չեն զրուցում, դրա առաջ դուռը փակում են։ Հայտնվես մարդը մի հատ բանի մեջ, ընկան սատանայի խելքին, հիմի Աստված եկել է հարցնում է։ Ադամ, էդ ինչ արիր։ Հանցանք արե, չի լսե ասում էլի։ Ասում է, հենկրիկը որ դու տվիր, Էդ ինձի տվեց կերա։ Նոր, առհասարակ էլի, ստատյա կա, երբ որ 3-4 հոգով գողություն են անում, հանցանք են գործում, ինչ որ անում են, մեկը վերցնում է իրա վրան, որպիսի խմբակայինի տակ 6-ից 12 տարի է, մենակ որ արել է 3 տարի է։ Որ են մնացածը դուսը մնան, հարցերը լուծեն, օգնեն։ Հիմի
Լսի, Ադամը ստե երկու կոդեքսով է եթում։ Մեկը որ չի լսի Աստծուն, մյուսն էլ պաստավ կանում կգան խզիկության հոտված։ Հրարե արերես մենակ քիչ կլներ դատը, կգան էլ խառնվես խմբակային անցանք արդեն էտի։ Էսի մեր բնավորության գիծն է։ Առաջարկում է այսպես. գիտես ինչ свойства է обладатանում է ծառը, որ ուտում ես դառնում ես Աստված։ Հələ մեկն լինի հարցնի էլի։ Յանի Ադամ, դու Աստված չես։ Այդ ինչ կա չկա քոմն է էլի։ Կենթանիները քոմն են, ծառերը քոմն են։ Աստված ես որ կաս էլի։ Էլ դրանից դու դա դաշելուր։ Ցանկանում է որ օրվա զովատեն Աստված հիշնում հետը զրուցում էր։ Ցանկանում է որ հենց այդ մի խազ պակաս որ կար Աստծուց հենց այդպես դառնա։ Եվ կինը նայեց, ցանկալի էր, դες ցանկությունը որտեղից է։ Հաճելի էր, ցանկալի էր։ Եվ նաև Աստված դարձնելու ընդունակություն տեսավ մեջը։ Կերավ ու դուս մնաց Աստծո բարկություն եկավ վրեն ու դուս մնաց պարտեզից։ Վախեցան։ Մարդկանց մոտ այդ երկու մարդներ։ Ամբողջ աշխարհն էլ իրանց մեջ, ամբողջ մարդկությունը իրանց մեջ։ Մարդկանց մոտ տպավորություն ստեղծվեց, որ Աստված խիստ է ու Աստված վերցնող է։ Դուրս եկան պարտեզից, էլ Աստծո անունը չկանչեցին։ Ես կհիմնավորեմ ասածս, որտեղից գիտեմ, որ էլ Աստծո անունը չկանչեցին։ Երեխեքը ծնվեցին, երբ որ երեխեքը ծնվեցին, դու պատկերացնում ես առաջի հղիությունը։ Ադամն ու Եվան։ Սենց մեկել օր եւ այ փորիկը մեծանում է։ Այ քնի, ինչ ա քո փորի հետ։ Իրենք այսօր երեխեք արդեն գիտեն, հեռուստացույցներով գիտեն, մեծերը ասում են եւ այլ։ Առաջի անգամ է, որ մարդը տենում է հղիություն։ Մեկ էլ սենց երեխա եկավ, ասես, վայ, մարդ ստացա։ Կայենը որ ծնվավ, այն վաղ անունները դնում էին ըստ այդ պահի ներգործության, ըստ նշանակության, ըստ այն բաների, այդ պահին ինչ զգացում որ կա։ Օրինակ, մեկը խնդրում էր, երեխա խնդրում էր, երեխա ունեցավ, ասաց Աստված լսեց, երեխան դրեց Աստծուն լսածը, դա Սամվելն է։ Մեկ ասաց, ես մի հատ էլ որ երեխա եմ ունեցել, չէ, Պտղաբեր եմ ելնելու արդեն, երեխան եղավ, անուն դրեց Պտղաբեր, Եփրեմ։ Մեկը շատ տես տրտմած էր, երեխան ծնվավ, ինքը մեռավ, մեռնելուց երեխա անունը կնքեց տրտմություն։ Գաբես։ Պատկերացնես այդ երեխին դպրոցում կանչում էին։ Այդ տրտմություն էլ դասերը չէ սովորե։ Տրտմություն արիստ է, տրտմություն վազի քնելու։ Որը ինքան էր ազդես անունը վրեն, որ ասեց Երանի Աստված լսեր ձայնս, տենար ու իմ սահմանները ընդարձակեր, ու Աստված լսեց ու ազատեց այդ անվան նշանակությունից։ Հիմա որ մարդ ստացավ, այդտեղ չէ որ պապի անունը Թորոս էր, բռներ թներ Թորոս։ Մարդ ստացավ, անուն դրեց մարդ ստացա։ Կայենն է։ Իրա մոտ արդեն ուզում է տպավորությունը փոխվի, որ չի Աստված մենակ չի վռնդում, Աստված մենակ չի վերցնում, Աստված տալիս էլ է, հեսա տվեց, Կայեն, մարդ ստացա, հեսա կամանց արդեն վերականգնվում է, երեխեքը մեծանում են, հենա Կայենը չաբելել հետը, կարծում եմ, որ երկվորյակ էին։ Հետո պատմում են, գիտես ժամանակներ կար, մենք Աստծո հետ կենթանի զրույց էինք ունենում։ Գիտես, որ Աստված ինքը որ մեր վրան ջղայնացավ, թեզենու տերևներ էինք հագել, մի հատ տենց անասուն մորթեց, կաշին հանեց, մեզի հագցրեց, մեր համար ոնց որ է ջղայնություն թափեց մի հատ ուրիշ անասունի վրա, մի հատ ուրիշ կենթանու վրա։ Զոհ արեց։ Այսինքն ասին Աստված զոհ է ընդունում, հա? Երեխեքին պատմում են, ես ենթադրում եմ, չկա տես գրած։
Կարա շամաձայն ես իմ հետ։ Ին ֆանտազիան է։ Կանչեցին երեխեքը իրար մեջ որոշեցին ասեցին, իսկ կլինի մենք էլ այդ Աստծո հետ մի հատ խոսանք։ Հա, բա ոնց օրվա զովատենը պարտեզի մեջ իջնում էր հետները զրույց էր ունենում։ Բա մենք էլ ենք ուզում այդ Աստծո հետ զրուցենք։ Որոշեցին, տպավորվեց կարծիք այդ երեխեքի մոտ, Աբելի ու Կայանի մոտ, որ սեղան գցեն, զոհ անել, սեղան գցել։ Ու Աստծուն կանչեն։ Դա չենք անում մենք ժողովուրդ։ Որ մեկին տուն ես կանչում, գույնը մի հատ կոֆեի ճոխ սեղան չես գցում։ Սեղանի վրա է սաղ հարցերը լուծվում։ Սաղ 5 տականը կարդա տեն մարդն էլ Աստծո հետ իր հարցերը սեղանի վրա լուծում, զոհա սեղանա սարքում։ Մարդը մարդի հետ էլ սեղանա սարքում։ Երեխիդ որ ուզում ես մի հատ լավ համալսարան ընդունես, հարցնում ես ով ծանոթ դասախոս բան ունի, կանչում եք, բերում եք, մի հատ գարես մորթում, սեղանը գցում ես, այն լավ ուտուշ խմուշի վախտ, մեկ էլ բանա, քեֆը որ լավանում է, ինչ կա, ինչով կարամ օգտակարել, հազիվ սեղանը սկսեց աշխատել արդեն։ Դե երեխեն 10 պրզնում է, հեսա համալսարանի վախտնա, այդ ին վրեն, ախպեր, всё, սեղանն աշխատեց։ Աբելը առաջինը արեց։ Սեղանը փռեց, դե ինչ էր անում, գառ ուներ, բան ուներ, ջոգեց այն լավերից, բերեց սենց փռեց, Աստված ընդունեց, գրված չի ոնց ընդունեց, թե Եղիայի ժամանակի պես կրակով խփեց ընդունեց, թե եկավ վերցրեց տարավ, գրված է ընդունեց, այն կարգի տեսանելի էր այդ ընդունելը, որ Կայենը կողքից տեսավ, որ ընդունեց։ Դե Կայենն էլ բռնեց իր սեղանը, սարքեց, ինքն էլ հողագործ տղա էր, ող սխտոր եմիջ ձմերուկ սենց, բերեց են էլ տես տվեց, ու Աստված չընդունեց։ Գլուխը կախեց, նեղվավ, ներվայնացավ, ուրեմն այն կարգի, որ Աստված ինքն անթարաշ գալիս, այ բալաջան, ինչ ես դու քիչ բրոտ կախե ներվե, որ լավ անես կընդունեմ էլի, բացկացկա է տալիս, որ լավ, մեկ ով որ ումից որ ընդունել եմ, այսինքն նա լավն արե, հիմա շնորհքի հարց է, գնասա Աբել ջան, ախպերիկ ոնց արեցիր ընդունեց, արիս թե մեր գու բան ուղենք իմն էլ ընդունի էլի։ Ուրեմն եկեղեցում մեկ էլ տեսար մեկը տենց ծառայություն անում, բան անում, ոչ հովիվն է տենում, ոչ Աստված է տնում, չի ընդունվում։ Իսկ այն մեկը մի հատ լմպնե բան չի արել ու գնջեսնի։ Գիտես, այս տելևիզորները էս ինչ եղբայրը զոհաբերես որ առանք ընդունեց էլի։ Ես այդքան անում եմ չի տենում։ Իսկ այն մեկը արեց, վրաս տեսավ։ Ու ինչ են անում։ Կայենի մտածողության մարդիկ։ Եկեղեցում։ Գալիս ովի ակաջին, գիտես էդի որ տենց գալիս քեզի մեր գուկոպեկ տալիս է եկեղեցուն տելևիզորն առավեսի առավենի առավ, գիտես տենց հավատարի մարդիկ ու ինչ ան, փոխանակ ինքը բարձրանա նրա մագարտակին։ Ամեն բան անում է որ հովի աշկից գցի դրան։ Ես ինչ կայենություն է։ Ասա եկեղեցիներում էլ կա։ Գնաց խոսալու, տենում եմ որ գնաց խոսալու։ Երևին դե Աբելը մեր խորհուրդ տվեց, ասեց ախպեր դենի դիդզես ենի դիդզես։ Չղայնացավ բրեց սպանեց։ Ցանկություն, կռիվ արդեն ու սպանություն։ Հակոբոսի 4-րդ գլուխը աշկերներից առաջ արդեն նկարակերպվում առաջի մարդի ընտանիքում։ Սպանեցին իրար ինչի պատճառով, ցանկության պատճառով։ Ինչի։ Դու պատկերացրեք ինչի է նեղանում Կայենը։ Այդ լավա կանչեցիր Աբելի հետ սեղան նստար, Աբելը նկարվավ գցեց Facebook, ի մեջ ես գալի ես նկարեմ Facebook։ Դե հասկանում եք, չէ՞, նոր չկար էդ ես այսօրվա համար եմ ասում։ Ես հիշում եմ նոր երիտասարդ հովիվ էի եկեղեցիներից մեկում տեսա մի կիսա հակնված աղջիկ, ավելի շատ հակնված չէր, քան հակնված էր։ Վերջում ծառայության վերջում մոտիկացավ հովվին, ասեց. Հով ջան, մի հատ նկարվենք իրար հետ։ Իմ մոտ մի հետաքրքիր հարց է։ Ես նոր եմ, դա 5 տարիքով հովիվ է։ Ոնց պետք է անի, որովհետև հեսա նկարես Ախ, կետ հա, հովիվը չհակած մեկի հետ նկարվել է, հայտարարած վիճակ։ Չնկարվի կնեղացնի,
նկարվի սաղավատացյալներին կնեղացնի։ Նայես ասես լսի, պորտդ կփակես, կնկարվեմ հետդ։ Այսինքն ուզում եմ նկարվեմ, կայեն ուզում եմ զոհոտ ընդունեմ, բայց փակի էլի պորտդ։ Լավ արա։ Այդտեղի որ մենք չենք ուզում, հովիվներս չենք ուզում ընդունենք քո արածը։ Այդտեղի որ Աստված չի ուզում ընդունի քո արածը։ Ոստո ուղի որոշակի բաներ կա, պետք է ուղես։ Եթե այստես կիսատ պրատ ընդունեմ, նկարվես գցես սաղ աշխարհով մեկ, քեզնից հետո մարդկություն պետք է գա երկրի վրա, կայեն, քո ծուրը որ ընդունեմ, սաղ մարդկությանը ծռելու եմ դրա պատճառով։ Եկեղեցու միա ծուր զոհ որ ընդունեմ, ծուր սիրտ որ ընդունեմ, հետևից գալացող բոլոր մարդկանց սիրտը պետք է ծռեմ ես։ Հավելավ այդ մեկին ուղղենք։ Եվ այսպես մարդկությունը սկսեց նորից Ադամն ու Եվան բանի մեջ ընկան։ Պատկերացնում ես, սպանեց Կայեն Աբելին, ինքը փախավ ուրիշ երկիր գնաց։ Այս մարդու կնիկ տունը նստած սպասում են։ Այսօր չկան երեխեքը, այ կնիկ ուր են երեխեքը, դե գնացել են Աստծո հետ խոսալու, զոհանելու։ Այ կնիկ ինչ եղավ, երկրորդ օրնա չկան։ Դե վերջը երրորդ օրը երևի ելան ման գալու, դաշտի մեջ Աբելին մեռած գտան։ Առաջի անգամ մահ են տենում իրանք։ Չգիտեն այդ ինչ բան է այդ մահը։ Այն որ Աստված ասել էր կմեռնեք, որ այդ պտղից ուտեք։ Իրանք կերան, տեսան, չմեռան, ասին երևի Աստված խաբում է։ Եկան տեսան, որ չի խաբում, մեռել արդեն։ Այսօր որ Աստված երկայնամիտ է մեր չարություններին արագ չի պատասխանում, մենք ասում ենք երևի դες կամ չի տեսեք, կամ ականջի հետև ակցեք, կամ չգիտեմ ինչ, մարդկանց սիրտը չարություն անելու փափագով լցված է, որովհետև Աստված շուտով չի կայացնում մարդկանց որդիներից չարությունների վրա իր դատավճիռը։ Այ Աբել բալալը հելի ինչ եղավ քեզի, ասենց էլ քնել կլի որ դու քնել ես, թեւը բարձնում թողում չկա։ Եվ տեսան որ հոտ է գալիս արդեն։ Հասկացան որ մեռել է։ Եվ մարդկությունը նորից դեգրադացիա ապրեց։ Վախեցան, էլի հետ քաշվեցին։ Դուք պատկերացնում եք ինչա ստացվում։ Տնից երկու երեխա դուրս եկան Աստծո հետ գործ ունենալու, սպանություն ու աստանդականություն։ Ով էր մեղավոր։ Աստված։ Ըստ մարդկության Ադամն ու Եվան են մարդկությունը։ Երեխեքը Աստծո հետ գործ ունեին, խելոք ապրում էին։ Հիմա Աստծո հետ գործ ունեցան, մեկը մեռավ, մեկը փախավ։ Էլի ոնց որ են վախտ։ Դու ես մեղավոր որեն կնոջը ստեղծել ես, դու ես մեղավոր որեն օծին ես ստեղծել։ Վերջը ոնց ֆռն էլի Աստվածա մեղավոր դառնում։ Մենք իրար սպանենք։ Աստվածա մեղավոր։ Ուրեմն պատանեկան ծառայություն են անցկացնում։ Բահիտակ մտա եկեղեցի, ասեց մտնում եմ որ մեջով անցնեմ ստալովի, ասեցի աննկատ անցնեմ, տեսա բանա։ Եղբայրը բան անում, անցկացնողը հարց է տալիս, ասում է բանա պատմում։ Աքաբը Եվ որ երկրի վրա թագավոր էր։ Երկու կին սով էր, շրջապատված էր քաղաքը։ Իրանց երեխեքին մորթեցին պայմանավորման, այսօր կոմնին են կուտում, վաղն էլ իմին են կուտում։ Այն մեկը պահեց իր երեխին։ Հետո եկան թագավորի մոտ բողոքելու։ Եկան ասեցին, թագավոր երեք իմին կերել ենք, այսօր Իրանը չի տալիս որ ուտենք։ Թագավորը հանդերձը ճղեց ու տեսան որ ինքը ծոմա պահ է։ Ու ասեց կենթանյատերը, որ վաղ ես վաղտ, Եղիսեն երկրի մեջ մարգարե էր, Եղիսեի գլուխը վրից կթրցնեմ։ Մեկ էլ այդ ջայլ երեխեքից մեկից ասամ, Եղիսե Իլիսեի тут при чем։ Հետ առ ասացի, լսի, դուք որ տունը իրար հետ կռվում եք ու ասում եք էլ եկեղեցի չեմ գա, այա тут при чем։ Մեր աղջիկ տունը տալիս են, իրաց մեր եկեղեցի չեմ է, թա ես ինչ եմ արել։ Երկու աղբեր գնացին իր չասյան սպանեց, ասում է հերնումերը որոշեցին, որ Աստված է։ Էլ Աստծուն չեն կանչես, կանչում ենք sense բաների մեջ են գնում։ Ամբողջ մարդկության պատերազմների մեծ մասը դա կրոնական հողի վրա է։ Հաճակրած արշավանքները նայի։ Մահանային արի է, թե մենք Քրիստոսի գերեզմանը ազատ են, չգիտեմ ինչ անեն, բայց այդ մենք թալն են մերձավոր արևելքից հարստություն բերեն, ու սա շարունակ։ Գերում է։ Так, էդի ծննդոց 4-րդ գլխից էր այդ պատմությունը, որ կարդացի, թեպետ չեմ հավատում,
որ կեթակ տուն կկարդակ, բայց դե մի քիչ հույս ունեմ։ Ասում եմ, տեղը որ մտնելով տանցնի կարող է կարդակ, էլի։ Առաջ հին բարի ժամանակներում 20-25 տարի առաջ գոնե մի 20-25%-ը հետո որ այդ մեր տուն կարդում էր։ Հիմի 5%-ն է կարդում։ Մեկ քիչ նախանձդ գրգռում եմ, որ ասես ես այդ 5%-ի մեջ պիտի լինեմ, որ մնացի պիտի կարդամ այդ ասածը տեղերը։ Հետո քեզի մի հատ բան ասեմ, վերջի օրերն է խաբեությունը պիտի շատանա։ Գնա մի հատ ընձի քննի, տես ես ընձնից հորինում եմ, թե գրքից եմ բաներ ասում։ Գոնե քո ապահովության համար էլի, տեղերն էլ ասում եմ, չէ՞ դες մի հատ ընձի քննես։ Որ ոգելի քեզի խափումի սիրուն խոսքերով հոկտեմբերանի ուռած նարկոմանիայի այդ բանի բլանկյաշի լեզու ունեմ, էլի կարող խափեմ քեզի։ Մի հատ գնա ստուգի։ Հարոզիչին սուրբ գրքով ստուգելը մեղք չի։ Ասում է Պողոս ասում է Բերիայի մեջ գտնվողները Աթենքի մեջ գտնվողներից ավելի ազնիվ մարդիկ էին։ Ինչի պատճառը որն է, որովհետև ամեն օր գրքերը քննում էին, թե որ այս բաները, որ մենք իրաց քարոզում ենք, ճիշտ են թե չէ։ Սա ազնվություն է։ Հալելույա։ Ծննդոց 4 գլուխ 25 խոսք։ Ադամ դարձյալ իր կինը գիծավ, ու նա որդի մծնավ եւ նրա անունը Սեթ դրեցին։ Սեթ գիտեք ինչա։ Դրված նորից էլի, սենց ասեց, որովհետև Աստված Կայենի սպանած Աբելի տեղը նորից էլ ինձ երեխա տվեց, անունը դնենք դրեց տեղը, դրված։ Նորից մարդկությունը ճաշակեց Աստծու տալը։ Տեսա որ չէ, Աստված չի ջղանանում մենակ դերցնում, բռնդում, տալիս էլա, էլի տվեց։ Բայց էլի Աստծու անունը չկանչեցին, հələ որ վախեցած են։ Եվ երբ որ 26 խոսք, Սեթն էլ որդի ծնեց, դες քանի սերունդ անցնում։ Սեթն էլ որդի ծնեց ու անոր անունը Ենովս դրավ, այն ժամանակ նոր սկսան Տերոջ անունը կանչել։ Դες ինչքան ժամանակ չեն կանչել վախից, սպասել են որ Աստված էլի կտա։ Կապում ես Հակոբոսի 4-րդ գլխի հետ, ցանկություն, կռիվ, պատերազմ։ Այստեղ խորտակվում է մարդի հավատքը, ուզում է Աստծու հետ գործ չունենալ։ Բայց որ Աստված տալիս է նորից էլի։ Այս քարոզի վերնագիրը հենց այդտենց է։ Աստված էլի կտա։ Մի խռովի իրանից, մի պարփակվի, մի կռվի ուրիշի հետ, մի պատերազմի, բռունցքով մի խփի։ Դուք ծոմ եք, չէ՞ պահե։ Ընդունելի ծոմը այսպես պիտի համարես, բռունցքով խփելով, մատով ցույց տալով։ Աստված ինքը կտա ուրիշի հետ մի կռվի։ Ինչ ես ուզում, ինքը որ քեզ ստեղծել է, քո այդ բոլոր ֆունկցիաները արդեն ծրագրավորված է, որ գալու է։ Քեզ պետքական բոլոր բաները քո ծնունդի հետ գալու է։ Քանիսի դեք նկատե, որ ձեր տունը թազա երեխա է ծնվում, ֆինանսների հետ էլ է ոնց որ փոփոխություն լինում։ Մարդ հավելում Աստված երկնքից շատացնում է ֆինանսները։ Նկատել եք սկի թե չէ։ Որ հանգարց չմտածես Աստծո երեխին դու պահեցիր։ Ինքը փողն էլ հետ նաղերգում։ Մարդկությունը մեկ հիասթափեցնում էր Աստծուն, մեկ նորից կանչում էր Աստծուն, մեկ խռովում էին, մեկ բարիշում էին, եկանք հասանք Իսահակի օրերը։ Ծննդոց 26-րդ գլուխ 12-րդ խոսք։ Իսահակը այն երկրի մեջ ցանեց ու այդ տարին հարյուրապատիկ արդյունք քաղեց։ Հանձի Տերը նրան օրհնեց։ Արեք վերլուծենք, տեսնենք, էսի տեսարաններ, ինչի էսի սենց եղավ։ Բոլոր ծնողներին Իսահակի պապան Աբրահամ մեր հայրը երկրի վրա գիտեք ինչ լիառատ ֆինանսական օրհնություն թողեց Իսահակին, որտեղ գրված է Աստված ամեն բանի կողմանե օրհնեց Աբրահամին, օրերից էլ կշտացած 175 տարեկան հասակում գնաց խառնվեց, երկինք գնաց, իր հայրերին խառնվեց։ Ամեն բանի կողմանե օրհնված մարդը նույնիսկ որ Քետուրայի որդիներին 5 որդի էլ Քետուրայից ունեցավ։ Իսահակին ամուսնացած, մի հատ էլ ինքը ամուսնացավ վիճեր։ Այդ տղեկին էլ ճոխ պարգևներ տվեց, կարելի ձեռը։ Ուղիղ չէր խեղճնում։ Նրանց էլ տվեց, ուղարկեց Իսահակից հեռու ապրելու, սա մերձավոր արևելքը մեր Աբրահամ հոր ժառանգներն են, իրանք են իրար ուտում ընդ։
Հիմա այդ ինչ-որ տենում ես, սպանում են Աբրահամի սերունդերն են իրար սպանում։ Որ Իսահակին չխանգարեն։ Իսահակին ճոխ ամեն ինչով թողեց, բայց եկավ օր ու պրծավ։ Իսահակի ճոխ հորից ստացած ժառանգությունը պրծավ։ Առակս ինչ կուսուցան է։ Գիտեք մենք ինչի ենք ցանկանում ու կռվում, գործի տեղերը, մեր մոտ խմորեղենի ցեխերն է շատ էլի, Արմավիրում Կանդիձերսկի քաղաքակոչում։ Ուրեմն 500 մանեթի համար հավատացյալի պատիվը կգցես, կռվես ինչա այդ քո վագանետկեն մի ոչ շուտ դնես այդ փեշկի մեջ, որ ընդհանուր առմամբ այդ օրվա մեջ մի 500 մանեթ շատ աշխատես։ Լսի, որ աշխատես էլ, ստացվի էլ, բերես էլ, այդ սա անում ենք երեխեքի համար։ Ծնողներ կասեք, այտենց է թե չէ։ Լսի, դի պրզնելու է մեկը, ու երեխեդ պետք է գա կայնի նորից էլի ինքը իր կյանքը սկսելու եզրին։ Հələ մեկ նայեք լավ, պապս որ տուն էր սարքում, որս համար, իդեր սարքում է հերս ապահոված ալնելու։ Հերսը դե չի ապրե։ Տեղափոխվել է ուրիշտի ապրե, տունն է սարքե իմ համար։ Մտածել է, որ всё, տղես ապահոված է։ Ես իմի պտե չեմ ապրում։ Տեղափոխվել եմ ուրիշտե, տուն եմ սարքում ու գիտեմ տղեկս ապահոված են, իրանք էլ են սարքելու։ Պրծավ։ Իսահակը մնաց ֆակտի առաջ կանգնած։ Ինչ պետք է անի։ Սով ասաղ երկրի վրան։ Աբրահամի տվածը պրծավ, Աբրահամի հավատքը չպրծավ։ Ինչ սովի տարիներ էր, մարդիկ ռիսկ չէին անում բան ցանեն։ Տարավ գետնի մեջ այդ ծորենի թանկ հատիկները գցելու, ես գյուղացի եմ, գիտեմ այդ ինչա նշանակում։ 90-ականներին, որ այդ սովետը քանդվեց ու այդ լույսերի անջատում բան, մենք սկսեցինք ծորեն ցանել մեր Արարատյան դաշտավայրի թանկ հողերի մեջ, սկսեցինք ստիպված ծորեն ցանել, որովհետև ծորենը մի տոննա բերք է տալիս, 2 տոննա, որով ուտենք ուղղակի ապրենք յոլա գնանք, բայց դե որ խաղող ենք դրե, 40 տոննա խաղող կտա, իսկ դա փող է, իսկ դա խաղող լառնողով է, սահմանները փակ, Ադրբեջանի հետ կռիվ, Թուրքիան սահմանները փակել է, այնքան որ ապրելու անցանք, մեր հողերը օգտագործեցինք, որ ծորեն ցանեն, գույնե ուտելիք ունենք, որտեվ առաջի տարին են սովետի մնացած են հին, փջացած են, որ թեփեր, որթնած այդ բաները բերեցինք, խանութներում հերթեր էր, չէ, կայնում էր հերթը չէր ասնում քեզի։ Մյուս տարի գյուղացիները գլխի ճարը տեսան, սկսեցին հողը ծորենի տակ օգտագործել։ Ծորենի տակ հատիկը գցել հողի մեջ, դա մի հատ ոսկու հատիկ ցանել է։ Չեղածվաղ։ Ես պատկերացնում եմ, հիմինդից Սառան ասում, հիմինդից Դամասկոսի Եղիազարն ասում, այ Իսահակ, Սառան ներողություն, Ռեբեկան կինը։ Ասում է, այ Իսահակ ջան, ես ուր ես ցանում, չես տենում, ես քանի տարի ցանում են չի ծլում։ Ենթադրում եմ Իսահակի պատասխանը։ Ով է ցանում, որ չի ծլում։ Դե սա, ասի, սա ու ես մեկ ենք։ Ես այսքան երեխա էի, հիշում եմ, որ պապաս ինձի ոնց է աղունիկը իր ձակին, այտենց ծիտիկ իր ձակին կտուցով կերցնում։ Այտենց կերցրել անձի, Աբրահամ պապաս, այտենց հոգա տարենձի։ Բայց որ Աստված խոսած հետո ասես տար երեխի զոհի, չխնայեց։ Տարավ դրեց, կոպեց, դանագը անեց, որ պիտի խփի, Աստված ինքնից գոց, այդ ակայնի։ Ու ես լսեցի, թե Աստված իմ պապայի հետ խոսալուց ինչ ասեց, այդ է երկրի վրա քո շարունակությունը, իմ աշկը դրա վրա պետք է լինի, ես դրան պետք է զորացնեմ, լանձի ասեք, ելում հետ ատես խոսած է։ Ոչ մեկի, ես կարամ իմ սերմը տանեմ գցեմ դե, ինքը ուրիշ ձևի է իմ սերմին նայելու, լանձի մի հատ ասա, դուք ասեք, ելում ասե դունին որդին ես քեզ այսօր ծնա, լա դու մի հատ նձի ասա, այսօր 3 անգամ երեխեք ասացին, քեզի այնքան եմ սիրե, որ իմ միածին որդին եմ տվել։ Մենք իր վաջորդն ենք Իսահակի հավատքի։ Սա աշխարհ կարող է սովը լինի, բայց իմ ու քո համար չէ։ Չէ, կարանք դիտենք որպես հպարտության խոսքեր, կարանք դիտենք որպես հավատքի խոսքեր։ Իրավունքն էլ ունեմ հպարտանալու, պարծենալու, որտեղ Սուրբ Գիրքն ասում է, որ կպարծենա, թող նրանով պարծենա։ Ցանեց շատ բերք ստացավ, մեկի տեղ 100։ Էլի որպես գյուղացի ասեմ։ Մենք քարը տրակի 200 կիլո, 170 կիլո հեկտարին ծորեն էինք ցանում։ Ցանում ենք լավագույն դեպքում 3 տոննա, քանի է պատիկա լինում։
Բայց դե 100-ապատի կա։ 170 կիլոն, տոննա 818 տոննա։ Դա ոնց որ այդպես բան չկա։ Գյուղատնտեսության մեջ այդպես բան չկա, որ 170 կիլո ցանես ու 18 տոննա ցորեն ստանաս։ Ամերիկական սորտը հետո բերեցին, 5-ից 6 տոննա էր տալիս, դա մեր համար եսի մետ ինչ էր։ Ցորեն չկա ու դու ցորեն ունես։ Թանկ կրա։ Կեր, ծախի։ Ու գրված է, Իսահակը շատ մեծ եղավ։ Խիստ մեծ եղավ, այսինքն դոլարով ոչ թե միլիոնատեր, այլ միլիարդատեր եղավ։ Ցորենով 2 կիլո ցորենա տալիս մարդ եզա վերցնում, էշա վերցնում, գառա վերցնում, գրված է, շատ խիստ արջարներ, ոչխարներ ունեցա։ Այն կարգի հարստացավ, որ պետության մեջ թագավորն ու սպարապետն եկան ասին, դու շատ մեծ եղար, ու ծառաներ ունեցավ։ Սեփական տնտեսություն ու բանակ։ Եկան ասացին շատ մեծ եղար, գնա մեր սահմաններից։ Նախանձեցան նրան։ Ահա, նորից հանդիպես նախանձ բառը։ Այ քեզի բան արա։ Բրզում չկա։ Երկու տարբերակ, կամ նախանձողը մենք ենք, կամ մեզ են նախանձում։ Ոնց պետք է անենք։ Ուրեմն ես մի կարճ խոսում եմ, որ մենք ենք նախանձում ոնց անենք, հետո խոսալու եմ ավելի շատ նրա մասին, թե մենք հիշում ենք, ինչ ենք ուզում անենք, կռվից փախնենք։ Որ Ագոբոսի ասած, որ հանգարտ Ագոբոսը ընդից նամակ գրի, մեզի այդ խոսքերը չվերաբերվի։ Որ մեզի կռվը չի չտենա։ Դրա համար մենք հայտնաբերում ենք, այս քարոզը դրա համար է, երկրից երկիր եմ եկես, հավատում եմ, որ Աստված ուղարկել է, որ դու լսես, ոնց որ Հովիվ Դավիթն ասեց, որ ականջը 4 լինի ու հասկանաս, վերցնես քո վրա, որ դու այս կռվի ոլորտից դուրս գաս։ Աստված մեզ խաղաղության որդիներ է կոչում։ Մենք նախատեսված չենք կռվի համար։ Ես ըստիկ ժամանակից հաջողակ եմ եղել։ Ինչ անում էի, ստացվում էր։ Միջև այն պահ, երբ որ Հիսուսին ընդունեցի ու չուզեցի եկեղեցի դառնամ։ Դրանից հետո կանաչ տեղի հետ մայ չորանում էր։ Չէր ստացվում։ Հետո եկել եմ նորից եկեղեցի, մեր 3 տարվա ընթացքում կամաց մաշվե պրծել է այդ անեցկվիցս։ Քանի որ հաջողակ էի, ես մտածում էի, որ ես նախանձ չեմ։ Լավ, պիղծ եմ, կռվարար եմ, քրվող եմ, բայց նախանձ չեմ։ Ճիշտ ասած, ես մտածում եմ, որ նախանձը դա ղզիկի բան է։ Ղզիկ, ժողովուրդ, դա ժարգոնային բառ չի, դա բարբարային բառ է։ Այսինքն, գիտես ոնց է, դու այդքան չկաս դու էլ ունենաս նախանձում ես մարդին։ Ուրեմն, լավ ավտո եմ առել, դա գասի շնորհավոր էլի սրտանց։ Մատորը քանից նոց է։ Ես ուզում եմ իմանալ այդքան փողոցի որտից որ այդքան բենզին դիլեցեմ։ Նոր ապաշխարել եմ, հերթով մեղքերից սրբվելով գալիս եմ։ Մի հատ մեղք տենում եմ, գալիս եմ ասում եմ Աստված ջան, արա, ես գիտեի նախանձ չեմ, բայց որ տեսա որ նախանձեմ, որ ասում եմ ես իմի ոնց է թամ Աստծուն ասեմ, դեր ես ղզիկ եմ։ Լավ խոսքի օրինակ եմ որ քվրգան եմ, գնացի ասի Տեր ջան, ոնց որ սաղ տղեկ է, վատ բան է, ամոթ բան է։ Բայց այդ տղա եմ էլի հիմի, բերանս քրվում է, օգնի ազատվեմ, ոնց որ դաստոյնի ասեցի։ Լավ իմի աշկերի ցանկությունից դետան պրսեմ, ասեցի սաղ տղեկն են, նայում ցանկանում են ես են, Տեր ջան, դա տղի բան է էլի, ջազատի։ Հիմի ոնց է Տեր ես ղզիկ եմ։ Ես մեհ հնարով ասի Տեր բանից բան, ես էլ եմ նախատի շկնի պրծսրանձի խնդրում եմ քեզի։ Դե ես ամոթու գետին եմ մտա։ Մենք բացառում ենք, դա հանում ենք մեր վիմեն, դա մեզի չի վերաբերվում, հանեցինք, դա եթե գտնես շուտ ազատվի դրանից։ Դու ամոթ է։ Հիմի մյուսը, որ դու հաջողակ ես։ Աստված Իսահակի պես քեզի օրհնում է։ Ուրիշներն են քեզի նախանձում, գալիս են հետդ կռվելու։ Ինչ անես։ Հիշում եք, ինչ ենք անում։ Աշխատում ենք, որ մենք կռվի մեջ չհայտնվենք։ Դա դևն է կազմակերպում, որպեսզի դու քո հավատացյալի կյանքից բան չհասկանաս։ Ես դες կռիվների մեջ եղել եմ, համ հավատացյալ, համ կռիվների մեջ։ Դու Աստծուն ասացի,
Ոչ մի տարբերություն չկա, աշխարհիկ եմ, թե հավատացյալ եմ, էլի խաղաղություն չունեմ, էլի ես հաճույք չեմ ստանում իմ, ես ինչա։ Տեսա որ կռիվներն են, հախի այդ կռիվներից։ Ոնց։ Սուրբ Գիրքը մեզ սովորացնում է ոնց։ Ես ասեմ, Իսահակը ոնց փախավ։ Մարդը հաջողվավ, եկան հետը կռվելու։ Կարդամ։ Մարդը բարձրացավ ու երթալով մեծացավ։ Ինչի պատճառով բարձրացավ, որովհետև Տերը օրհնեց նրան։ Եթե Տերը քեզի կօրհնի, կբարձրանաս, խիստ կմեծանաս, բնականաբար գալու են կռվեն հետ։ Գյումրիում գնացի ովություն անելու։ 5 տարի Պոլին էի քնում։ 2 երեխես, մենք մեր անկողինը հատակին էինք փռում, տեղ չկար, բարձով, ցուրտ։ Վառնաուլից մի հատ քույրիկ եկավ, հյուր եկավ մեզի, գյումրեցի էր։ Ընդ էր ապրում, հավատացյալ էր։ Եկավ 10 րոպե մեր տունը չկարծավ նստեր։ Ես չէի էլ մտածում, որ այդպես վտանգավոր բան ենք անում։ Խոսում էր բերնից բուղեր հելնում։ Ասես դուք ո՞նց եք սենց ապրում, բան։ Ես զարմացա, ես ինչ ասում, ես հավատքի մարդ է թե չէ դա։ Ուսաղ եկեղեցին տենում է, որ մենք այտենց նեղության մեջ ապրում ենք։ Կնոջս կողմն էլ հայրը ունեցվածք ունի։ Աղի ասում է պամիդոր եմ ուզում, ասում եմ ուրեմն մեր հաշտերը պամիդոր թափած, ես տամ քեզից պամիդոր առնեմ, բայց փող չկա որ առնեմ։ Մի հատ բուլկի առնելու երբեմն հնարավորություն չէինք ունենում, ու եկեղեցին տենում է դա։ 5 տարի հետո Աստված օրհնեց պապայիս, մեր տունը գյուղում ամենաթանկ գնով ծախեց։ Որ ջոգեց, որ արդեն ես մնալու եմ Գյումրիում, ես այդ թակ տղեն եմ։ Ջոգեց, որ պիտի մնամ Գյումրիում, ասեց էլ իմաստը որն է մեր ստե մնալու։ Գալիս են կոմոդ, տունը ծախեց $25,000։ Վերեցին Գյումրիում քաղաքի մեջ, ինի կորած գյուղ է, Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է։ $13,000 2 արգան է իր ամեն ինչով տուն առան։ Կողքը փող մնաց։ Էլ կառավատ առան, էլ լվասկի մեքենա առան, էլ խալաձենիկ առան։ Էլ եկեղեցում գազ չունեին եկեղեցաշենքում, փող դրեցի եկեղեցու գազ քաշին տաքցանք այդ ձմեր։ Ես մտածեցի, մեր ժողովուրդը էսակասի վաու, Աստված մեր հովին Պոլին քնելու, բայց չկոտրվեց, ծառայեց, վազեց արեց, վերջապես հրաշք արեց, օրհն արա իմ հերը ծախեց, դուք չտվեցիք։ Ձեր հաշվին չեղավ ես Պոլից բարձա։ Հեսա պետք է ասեն հաջորդը մենք ենք, ուրին վարձատրություն կա, հետևենք հովի քայլերին։ Մենք մեր փողերը տվեցինք, հովը գնաց իրան լվասկի մեքենա առավ։ Կեսը չեկան տունը շնորհավորելու։ Որոսի Աստված ջան, եսի վեկալ ընձնից։ Ես իմ ժողովուրդը միամիտ լավ ժողովուրդ էր, ես ինչ եղավ։ Յախ կարա։ Սենց էլ եղավ Իսահակի հետ։ Ունեցավ ոչխարներ, արջարներ, շատ ծառաներ ու փղշտացիները նախանձեցան նրան։ Ուրեմն իր հորը Աբրահամի նորերը, իր հորը ծառաներում փորած բոլոր ջրորները փղշտացիները գոցեցին։ Ուրեմն նախանձը ինչ անում, փորձում է աղբյուրը տպագի։ Անենց երեսանցել վնաս չի տալիս քեզի, անենց էլ օֆերիստները, նախանձները անենց խորացած են այդ գործի մեջ։ Անենց անեն որ արմատից կտրեն քեզի։ Ջրհորը մանավանդ հին արևելքում դա գոյատևման, ծլման, ծաղկման աղբյուրն է։ Ջուր կա, դու կարաս գառներ ունենաս։ Տնեցիները ջուր խմեն, լվացքի ջուր, վերջ, ինչքան շատ ջուր, այնքան դու կարաս ռազվիվացալնես, շատ տնտեսություն ունենաս։ Ջուրն է պայմանը։ Արևելքում, ուրեմն տեսեք ժողովուրդ, այսօր ջուրը, ջրհորը փորում են արտիզանները։ Սարքեր կա, էլի դնում է տենում է, ինչպես գետնի վրա այսօր երևացող գետեր կան հոսացող։ Դպրոցում սովորել ենք, չէ՞։ Ստոր գետնյա գետեր էլ կան, որ ջրեր են հոսում։ Երբ նայում են տենում են ջուրը որտեղ ասում, ծաղկում են դեպի վրա են դուրս գալիս։ Հիմա Աբրահամ Իսահակի ժամանակ չկա այդ սարքը, իրանք պետք է փորեն նագադած։ Որ հելնեն, փորում էին 40 մետր, 30 մետր, ու իտավոտ ջուր չէին գտնում, հետ էլ տանջանք ու աշխատանք, մերձավոր ելքում, քարերի մեջ։ Ու նորից
Թազեմ որ եթե մի հատ ջրոր էին փորում, էդի նշանակում է բիզնես արդեն, դրածը ու դու կարաս ռազմիվացալ։ Հիմի Աբրահամի ու Իսահակի հետ Աստված է, իրանք այդ իսկացելը ունեն, էլի, առաջնորդված ոնց դե փորի, ներսով զգում, դա խփում ու փորում է։ Իսկ մյուս ազգերը դթում փորում են ու ջուր չկա։ Ինչ պետք է անեն։ Ստիպված դիգան կռվեն քո ջրորի համար, որ դու ունես։ Նացին փորեցին։ Ինչ արեց Իսահակը։ Այլընտրանք ուներ թե չուներ։ Եկա զորք ունի տունը։ Հեղափոխությունը պատրաստ է։ Թագավոր իրան եկես մա մեզնից մեծ եղար։ Ասիրուն տղա, որ քեզից մեծ եղա, գայիցը դիջի, ես կնստեմ այդտեղ թագավոր եմ էլ։ Բայց չէ, Աստված իրան չի ասե, իրան էդի պետք չի։ Ոչ է կռվում, ոչ էլ էդը գլուխ ա դնում։ Ո՞ղից գնաց ուրիշ թե։ Ուզում ես բրզես կռվից։ Ո՞ղ գնա ուրիշ թե։ Ախպեն է, որ այդ մեկ տուն կնի գցմա բա կռվել։ Գնային սեյակ միջև գանգստանը։ Կույրը կույրին ասում այն որ գնացի տուն, սենց են, չէ խոսում, խուլու համրը, ներողություն, սենց ձեռովոտով են խոսում, գնացի տուն, ուշ էի գնացե, կնիկը սկսես կռվել հետս, և ոնց մի կռվի նորից ձեռովոտով, չէ իրանց այդ բաներով, ասում բա ինչ արեց, ես հեչ լույսը անջատեցի, սյո պրծավել, ձեն չկա, բան չկա, Աբիմելեքը ասավ Իսահակին, գնա մեր քովից, վասնզի մեզ շատ ավելի զորավոր եղար։ Իսահակը գնաց այնտեղից, մարդի համար ավելի թանկ է խաղաղությունը, քան այդ ջրհորը։ Թեպետ ջրհորը կյանքի գոյատևման աղբյուր է։ Ինչի։ Որովհետև մտածեց, գիտեր, համոզված էր, այն Աստված, որ իրան այդ քարու քռից սովի ժամանակ հարուրապատիկ բերք տվեց, էլի ջրհոր կտա։ Այսի այդ նույն բանը Հիսուսն ասում, որ գկան շապիկը բաշկոնը ուզելու, բաշկոնը դել տուր, ինչի, տուր էլի աստուտ են ուզում, ոնց որ, տուր աստված կեզ էլի կտա, այ որ մեկ իչ էլ ձգել ես, կրվի մեջ ես մտե, աստուն ձերից էտ կտանեն, իչար իրամագարտակին, դու Աբիմելեքի պես մարդ ես, էլ մյուս անգամ սովի վաղտ, էլ չհավատաս որ ես քո բերքը կորնեմ, որտեվ դունձի թողիր։ Հետո մի հատ սենց բան կա։ Պատկերացնում եմ նորից էլի Ռեբեկան ու ծառաներ ասում են, բայց մենք ինչ ենք արի, օրինական հարստացել ենք, էլի։ Ցանել ենք Աստվածա մեզի օրհնե։ Խի է թանկ էս տերիտորիայից։ Խի ջրորները թողենք իրանց։ Իսահակի պատասխանն էլ եմ մտածում։ Ուրեմն լսեք, իմ պապան ինձ ասել է, որ Աստված ինձ ասես դուս արի, ես քեզնից նոր ժողովուրդ կստանամ սեփական ազգ։ Քեզի կօրհնեմ եւ քեզնով օրհնեմ մնացած ազգերին։ Լսի, սրանք այդքան բաշարմունք չունեն, որ օրհնվեն։ Աստված ինձ օրհնե, դու իմ միջոցով օրհնվեն, դա էլ է խոսմունք տեղի ունենում։ Դուր իրանք չեն բաշարում օրհնվեն։ Չգիտեն ձևը։ Կոմոդ տեսել են, տեսանել ուզում են տանեն։ Դուր Աստված քեզ էլի ու ավելի լավը կտա։ Հավատում ես դու սրան թե չէ։ Իսահակ գնաց այնտեղից ջուրավրանները Գերարայի ձորին մեջ բացեց ու այնտեղ բնակվեցավ։ Իսահակը նորից փորեց այն ջրորները, որոնք իր հոր Աբրամին օրերը փորված էին, բայց Աբրամի մեռնելուց հետո փղշտացիները գոցել էին եւ իր հորը դրած անուններում պես նորից անուններ դրեց։ Իսահակին ծառաները այն ձորին մեջ փորեցին ու հոմ վազուն ջուրի հոր գտան։ Ես նորից տվեց Աստված։ Հիմա այստեղ վազուն ջուրի հոր։ Սովետի ժամանակ որ նորից էլ այդ փլվեց, այդ լույսեր անջատին ջուրը դե չկա, պետք է ապրենք թե չէ։ Գյուղում ինչ արեցինք։ Ամեն տուն գրեթե իր բակում ջրհոր փորեց։ Մեկը 4 մետր կեսից գտավ, մեկը 3 մետր կեսից գտավ։ Անասուն տնտեսություն սկսեցինք ձեր բերել։ Թե սովետի ժամանակ չկար մենակ եզդի ժողովուրդներ պահում, հայերն էլ ստիպված սկսեցին պահել, որ ապրենք։ Բլոկադայի մեջ ենք արդեն սկսեցինք արդեն ավտոնոմնի տնտեսություններ դնել, որ Самодостаточный ли, ինքն իրան պահի։ Եվ ջրոր է դրա համար պետք։ Մարդ կար 3 մետրից գտավ այտենց։ Հետո ջրոր կար, ինքը պաշար ունի որոշակի։ Հենց այդ տարի պրծավ մեջի պաշարը։
Մեր ջրորը հիշում եմ, մի 10 տարի գնաց։ Այն արևանները գալիս մեր ջրորից էին քաշում։ Այդտեղի գետը, որ հոսում է, ինչ երակի վրա է հել է։ Դրա համար ասում եմ վազուն ջրի հոր գտավ, այսինքն շատ պաշար ունեցող, ոնց որ գետի վրա է հել է մի անգամից։ Ու եկան սրա համար էլ կրվան, այսին ախոտկա է, ու լավ դենի քիչ ջրով ջրորեր տվիր, հասկացանք, հա։ Հիմի օրը շոտ է ոնց որ եկե ուզում։ Սրա համար կարելի է կռվել։ Գերարայի հովիվները, Իսահակի հովիվների հետ կկռվեին ասելով ջուրը մերն է։ Մի պահ ոնց որ Իսահակի հովիվները մտան կռվի մեջ։ Ու անոր համար այն ջրորին անունը Էսեկ դրեց։ Այսինքն մենակ երեխեքին չէին անուն դնում ըստ նշանակության։ Ջրորին էլ անուն դրեց, կռիվ։ Ջրորի անուն դրեց կռիվ։ Իսկ եթե մի հատ բան օրհնվել ես, ու դի կռվով ես պահում, դրա օրհնությունը ո՞րն է կասես։ Թողեց։ Քանզի անոր համար կռվեցան, ուրիշ հոր փորեցին։ Նրա համար էլ կռվեցան։ Նրա անունն էլ Սիդնա դրեց։ Էսի ոբշե կռիվեն աշճան ասավ, որ թշնամության ասավ։ Սիդնա, թշնամություն, էս էլ դրեց թշնամություն։ Օկյանքը սենց է, հերթով էթում է։ Պատոկ կռիվը կշատանա քո կյանքի մեջ։ Պետք է ջոգես, իմաստություն ունես, Աստծո հետ հաղորդակցություն ունես, Սուրբ Գիրքը սիրես, առաջնորդվես նրանով, որ կլինի այդ մի պահ հետ կռիվը, բայց շուտ հետ քաշվի։ Կլինի այդ թշնամությունը, բայց շուտ հետ քաշվի։ Գնա հաջորդ փուլ, որտեղ Աստված քեզի էլի է տալու։ Ապա այնտեղից չվեց ու մի ուրիշ հորել փորեց, որի համար չկռվեցան։ Քո կյանքի մեջ էլ գալու է մի տեղ, որ այդ օրհնության համար էլ չեն կռվելու, եւ դա քեզ լինելու է նշան, որ այս մեկը քո վայելելու համար է։ Այն մեկը ուրիշների համար էր, Աստված տվել էր քեզի, որ դու տաս ուրիշներին։ Էսի արդեն քո համար է։ Եվ սա Իսահակը հասկացավ, ոնց ասեց, նրա անունը Ռոբովթ դրեց, ընդարձակություն։ Ու այսպիսի խոսքեր ասեց, ասելով, քանզի հիմա Տերը մեզի ընդարձակեց, այն ժամանակները ընդարձակության ժամանակ չէր։ Հիմա է ժամը, ու մի վախեցի, որ էլ երբ վայելեմ ես, ով ուզի տամբը, ես երբ վայելեմ։ Ու համար խոստում կա, քո մանկությունը, երիտասարդությունը արծվի պես պիտի նորոգեմ։ Քեզի ապրելու ու վայելելու ժամանակն էլ է նախատեսած։ Քո տարիքակիցները ծերության ատեն էլ կանաչ ու պարարտ պիտի լինես ու պտուղ պիտի տաս։ Այդ տարիքի արդեն հետա մահվանոտ գալիս պիտի պատրաստվեն դագաղ զակազանեն, քո ջահելությունը թազա պիտի սկսվի։ Քո ընդարձակվելու ժամանակները Աստված նախատեսել է, ինքը քեզի ստեղծելուց քո համար լավ ինստրուկցիա գրեղեր գեքու հետ։ Դու հավատում ես նրան թե չէ։ Էսի ֆանտազիայի ժանրից չէ, էսի ասում եմ մեր գիրքը։ Կյանքի գիրքը։ Նրանից հետո Բերսաբեհ լավ։ Այն գիշերը Տերը երևցավ անոր ու սավ։ Այդ գիշեր։ Ես քո հորդ Աբրահամին Աստվածն եմ, մի վախեցի։ Բացնզի ես քեզի հետ եմ։ Ուզում եմ անձնավորեմ այս խոսքերը։ Կարբես հավատքով էսի քո վրա վերցնես։ Մի վախեցի։ Ես քեզի հետ եմ, ու իմ ծառայիս Աբրահամին համար քեզի պիտի օրհնեմ ու քո սերունդդ պիտի շատացնեմ։ Երբ Աստված երևաց, եւ որ այս մարդը կարճած չէր այս երկրի մարմնավոր բաներից։ Երբ որ դու երկրից օգվում ես, այսպիսով հող ես ստեղծում, դաշտ ես ստեղծում, որ Աստված այդ գիշեր քեզ երևա։ Հենց օդի մեջից չի լինում։ Ուղղակի դու պիտի քո հոգին ազատես այդ մագնիսից, որ քեզ քաշում է։ Մարդիկ այնպես են ապրում այս կյանքը, այնպես են կարճած այս կյանքին, ասես որ կարող եմ միլիոն տարի պիտի ապրի, ես խաբար չեմ։ Ինչ ունես, չունես, էսի պիտի թողենք այդան։ Մի հատ դասընկեր ունեի, քարոզում էի անընդհատ, նոր որ դարձի եկե։ Դե ժամանակ հարցնում են, չէ՞ Տերը երբ պիտի բան, ու ուզում են մի քիչ էլ ցկեն չապաշխարեն, որ այդ վերջի պահին նոր ապաշխարեն։ Քարոզում եմ, տեսա հավատաց, հետս աղոտ կանեմ, բան, ասի հան կոմաս կպել է այսա ոնց որ Տերը։ Ասեց, առանձնացանք ասեց, ասի, ակ, որ Տերը գալու լինի, հավատացյալները կջոգեն այդ վաղ թե չէ։ Ասենց կաֆերիստ ուզում է ճշտի, որ մի քիչ ուշ ապաշխարի, էլի։ Նենց հերվից եմ գալիս, կրոնական մի անգամից պատասխան չեմ տալիս, բան, ասի, տենամ ինչ ա ուզում, էլի։ Ասի, լսի, չէ, գրված է, որ ոչով չգիտի մարդու որդու գալու ժամը,
բայց սուրբ գրքի մեջ տեղեր կա, օրինակ Սիմոն Ծերունին, Աննան սպասում էին Տիրոջ գալը։ Ամբարիշտի գավազանը երկար չի մնա արդարի վիճակի վրա, որ ձեր կանոնության չերկսնի։ Իմ կարծիքով վերջի օրերում վատ հավատացյալներն էլ իրանք ոնց որ կառույք անան, մենք կջոգենք մոտավորապես։ Օրը չէ, բայց կջոգենք, որ շատ մոտ է, էլի։ Հո, ասեց ողբեր։ Ասեցի, հա, ասեց, դե վախտեր ինձի կասես։ Լսա, ինչի։ Ասեցի, ինչի։ Ասես, որ դուք եթակ, ես շուտ գամ ձեր տունը վեկալեմ, քանի ձեր արևան Միրանը չի վեկալել։ Արա այդ կարգի կարճած երկրի վրի բարիքից դեռ մեկ որ նա պահում է երկրի վրա, երկրի ջրհորը, քո ապրելու օրհնությունը, երկրի տունը, քո ավտոն, քո ունեցվածքը կարա քեզի որ սիրտդ կպնի, կարա քեզի պահի երկրի վրա։ Դրա համար Տիրոջը Աբիմելեքի ու իր փիկող սպարապետի համար, որ գալիս մեզի վռնդում են, որ մեր սրտերը չկապվի։ Աստված ինքն է տվողը, օրհնողը, բայց նա ինքը չի ուզում, որ սիրտը Իրանից ավել կապված լինի նրան։ Բալանսը տենում եք դրա մեջի, թե չէ։ Ես չեմ ուզում են հին քարոշչության պես, տենց սուտ բաներ ասեմ, գիտես, այս օրհնությունը ոչ մի բան է, փողը ծերի կեղտ է, հեքիաթներ են, այդ ասողներ ավելի շատ են փող սիրում։ Սրանք հեքիաթ բան է, չէ։ Երկրի վրա արծաթը շատ բանի պատասխան տալիս է, օրհնություն է, կարա Տիրոջից էլ օրհնություն լինի, բայց ոչ այն աշճանի, որ քո սիրտը կապվի հետը։ Եվ Իսահակը այսպիսի մարդ լինելով Աստծուն ապացուցեց, որ ինքը կախված չի, Իրանից է կախված, որ դե լեթե այդ հետը կգա։ Այդ գիշեր Աստված երևցավ իրան ու խոստմունք տվեց։ Մի վախեցի։ Ինչքան Աբիմելիք էլ գան, ռաստ գան քեզի, ես սաղից էլ ազատող եմ ու քեզի օրհնող եմ։ 25 խոսքը։ Իսահակ հոն սեղան շինեց ու Տերոջը անունը կանչեց։ Հիշում եք։ Կանչեց, նորից Տիրոջ անունը կանչեց։ Երբ որ Տերը տալիս է, մարդկությունը նորից սկսում է այդ անունը կանչել ու նա տվող Աստված է։ Նա այնքան տվող Աստված է, որ իր մի հատիկ որդուն էլ չխնայեց, տվեց։ Այս կարգի տվող Աստված, ջրոր տվող Աստված չէ, երեխա տվող Աստված չէ, իր միածին որդին տվող Աստված է։ Գիտեք սրա ինչն է դուրս գալիս, որ կարաս սեղան սարքես, երբ որ կարիք ունես, բերես հարցերդ լուծես։ Հիմա Իսահակը էլ կարիք չունի, ջրհորն ունի, ապահովացել է, Աստծո խոստմունք ունի, բայց այդ վաղտ էլ սեղան սարքեց։ Այս սեղան արդեն առանց քյարի էր։ Այս սեղանը զուտ կարոտ էր, այս սեղանը զուտ հաղորդակցություն էր, այս սեղանը զուտ հնգերական էր, այս սեղանը սիրո ապացույց էր։ Սեղան նրա համար չէր, որ կերցնեմ, խմցնեմ, հետո մեր բան ուզեմ, կժմթեմ։ Այ որ մարդը բարձրանում է այս մագարդագի, հնգերությունը երբ որ եռում է այս մագարդագի, որ արդեն մենք օգուտի համար չենք իրար պատիվանում, այստեղ ապրի, ռիվ չկա, այստեղ վայելի։ Հալելույա։ Ես ենք ուզում մենք իրարից։ Դու արա։ Ընձի չտվին, ընձի չարին, ընձի չգիտեմ ինչ, դու արա։ Ողոքվում էի, պապայիս ասում էի, այդ ձեր ավատոչոները ինչն են։ Երես ասում էր մի դատի, բալա ջան, հեսա որ դու որոշում կայացնես սրբվելու, ասում էի, յուղի մեջ քարոզում են, մի ժամ չարչրվում քարոզում է, գիտես, մեկի չհակառակվում են, ձեռներն բռն քրվում է։ Սաղ կտվե, մի անգամ շրջում թողում է թողա։ Գալիս, դες էլ տենում եմ հերվից էլի։ Գալիս պապային բողոքում եմ, ձեր ավատասանը որ գալիս են, դե սուրբ են խաղում, դու սքվուր են տալիս։ Ձեր ավատասանը որ գալիս են շալերը կապած տենց սուրբ խաղալուց, հարսնիկներին բռորիխը քաշած են, տղճգում են միջև վերջ։ Պապան ասում էր մի դատի բալա ջան, հեսա որ դու որոշում կայացնես սրբանալու, կտենաս որ էդի հեշտ գործ չի։ Մի դատի մարդկանց ասում էր։ Դե իսկականից որ որոշում կայացրեցի անցավ ամիսներ ասեցի թե չէ, ես էլ եմ ուզում կարգին ավատացյալ դառնամ արդեն։ Ոնց եղավ։ Այտենց հարց էին տալիս, ես է պատասխանում եմ, հարց էին տալիս, ես է պատասխանում էի, բայց այտենց էլի։ Մեկ էլ ընձել դրեր են լուրջ ավատացյալի տեղ։ Ես ընձի լուրջ ավատացյալ չեմ, պրոստը եթում եմ։ Մեկ էլ ընկերներիցս մեկը տենց հնամի 70-80 հոգի ջահել տղեկ էդ։ Լույս էր անջատված գյուղի մեջ ենք, ինչ պիտի անենք։ Խոսում ենք, բան ենք, կարդ ենք խաղում բան, հարց տվին, իրան տենց էլ եմ, հավաքվում են, ես էլ քարոզում էի։
Մեր եկեղեցում այդպես բան չկար։ Մեկը ասեց, Հակոբ, բայց դու վատ հավատացյալ ես։ Դե ինչ էի պատասխանում, ինչ որ լսում էի, գալիս դե ասում էի։ Դու վատ հավատացյալ ես, մտքի մեջ խնդացի, ասեց, ես խեղճ գիտի թե ես հավատացյալ եմ։ Ես ինչ հավատացյալ։ Բայց հետո չէ, ասեցի, ինչի։ Ասեց, ծխում ես։ Ցեն չան, չէ, ասեցի, դες պիտի գցեմ, բայց թոբա թե, դες մի չկար գցելու։ Ասեցի, պիտի գցեմ ախպեր։ Չամփեմ որ եկատուն, ասեցի, օհո, ես կանգնած եմ լուրջ վտանգի առաջ։ Էսա արդեն մի տարի կլինեն հավատացյալներին դատում են, որոնք սերիոզնի հավատացյալ չեն։ Հիմի ես եմ արդեն այտենց։ Ես արդեն քո ներկայացուցիչն եմ։ Հիմի կամ ես պետք է որոշում կասեմ, իսկականից հավատացյալ եմ դառնում սուրբ։ Կամ ես ճամփից հետ քաշեմ, որտեվ քո անունը արդեն ին վրա է, ընձնով են չափում քեզի դեր։ Եկա ճանապարհն ասեց չէ դեր, օգնի դու։ Մենակ ծխելը չէ, այդ քրվել, մրվել, սա օգնի, արդեն համաձայն եմ ասեցի։ Ես գիտեի հեսա, ես համաձայնվում եմ ու Աստված վաղնձի սենց պուպուշ սիրուն սենց չափած ծևած տղա է սարքում։ Ինչքան ուզեցի չքրվեմ, այնքան քվուրը հորինում էի։ Ինչքան ուզեցի չծխեմ, նեպաշկեն 2 տարավ։ Ինչքան ասեցի մի օրվա մեջ մի անգամ ուռելով պրսնեմ, 3 անգամ էի ուռում։ Որս խոսքեր ընկավ միտս, մի դատի, հեսա որ քո վախտը գա, կտենաս էդի հեշտ բան չի։ Պապան բռնեց ինձ ասեց, լավա, ասի չէ հեր ջան, աղոտ կարա իմ համար, աղոտ կարա ազատվեմ։ Համար, երբ որ ուզում ես մի բան տենաս, լավ բան, եկեղեցում, քո ընտանիքում, քեզնից սկսի։ Եվ ես վերջացնում եմ։ Սուրպրիզ կա, էլի, ասում ոտ մի սուրպրիզ կա։ Ջրորը փորեց, ռոբով դրեց, ընդարձակվավ, սեղանը սարքեց, Աստուծո խոստմունքն առավ, դե վերջ էլի, արդեն պիտի ապրի։ Իր ծառաները հոնալ հոր փորեցին։ Այդտեղ էլ Աստված տվեց։ Նա տվող Աստվածը, Աստված էլի կտա։ Արի կանգնենք մեր ոտքի վրա աղոտ կանելու։ Մի կռվի։ Աստված էլի կտա։ Տեր Հիսուս, անունդ օրհնյալ լինի։ Փառավորված լինես իմ Աստված։ Մենք շնորհակալ ենք բոլոր այն պահերի համար, որ մեր կյանքի մեջ քո ձեռքն ու քո բազուկն ենք տեսել։ Քո խոստմունքը այս օրը կանցնի, բայց քո խոստմունքը պետք է իրականություն դառնա։ Եվ մենք հուսացած ենք ոչ թե մեր արժանիքներին, ոչ թե մեր կենցաղավարությանը, ոչ թե մեր ժառանգականությանը, որ մենք լավ սերունդից ենք սերում, այլ մենք հուսացած ենք քո խոսքի մեջ թաքնված զորությանը։ Եվ ինչպես որ անձրևն ու ձյունը պարապ չես ուղարկում երկիր, նրան գալիս են երկիրը ոռոգում են, արգասաբեր են անում, պարապ չեն դառնում քեզ, այնպես էլ քո խոսքը պարապ հետ չի դառնում քեզ, գալիս է մեր սրտերը պարարտացնելու, ձևավորելու մի դաշտ, որտեղ դու պիտի փառավորվես։ Այս ունայն կյանքի օրերի մեջ քո ներկայությունը, քո անվան զորությունը թող չեռանա մեզանից, որպեսզի այս վշտով լցված օրերի մեջ այդ դատարկությունը շատ չի հիշվի մեր օրերում։ Այսպես թե այնպես այս կյանքը դատարկա, ունայնություն է։ Սողոմոն այդքան ապրեց, այդքան ճոխության մեջ միևնույնը հայտարարեց ունայնություն ունայնությանց։ Միայն քո սեղանը, քո հետ սեղան նստելը, միայն այն արժանիքը, որ մենք քո ընտանիքի անդամն ենք, միայն քո բարեհաճությունը, որ քո բարի աչքը մեր վրա է, դա բավարար է մեզ կյանքի այս 70-80 տարիների ընթացքում։ Եվ ես գիտեմ, որ ջրորներ տվողը դու ես։ Եվ ավելին, արդեն այստեղ այնտեղ չենք մենք, հին ուխտի պես ջրորներ ման գալիս։ Դու տեղափոխեցիր այդ կենդանի կյանքի գետ, այդ վազուն գետը ու մեր փորերի մեջ դրեցիր։ Քեզի հավատացողների փորերից դու այդ արարեցիր ու աղաղակեցիր ու ասեցիր, կենդանի կյանքի գետեր պիտի բղղեն
Եվ ոչ միայն մենք ենք ապրում այդ գետերով, այլ 4 բոլորը կենթանացնում ես։ Սիրուն անուն, սկանչելի, խորհրդական, հզոր Աստված, այսօր էլ ենք խոնարհվում քո առաջ։ Ու հայտարարում, որ մեր կյանքի մեջ եղած բոլոր բարի բաների մեջ քեզ կվայել է փառք, պատիվ ու մեծություն։ Մեզ երեսի ամոթ ու նախատինք, քեզ փառք, պատիվ ու մեծություն։ Հիսուս։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ։ Ընդունիր մեր խոնարհանքը Հիսուս ջան։ Աղոթք եմ անում այս եկեղեցում գտնվող այս հիանալի մարդկանց համար, Հիսուս։ որ այս սերմը, այս խոսքը սրտերի մեջ արմատ կապի, զորանան ու Իսահակի պես հարուրապատիկ բերք ունենան, ուրախության բերք ունենան, կռվից հեռու բերք ունենան։ Եվ թող քո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, թագավորի այստեղ գտնվող ամեն մարդի սրտերի մեջ։ Ամեն։ Ամեն։ Փառք Հիսուսի։ Փառք Հիսուսի։